Բարև, մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով իմ բաց բալկոնից։ Իրոք Հայաստանում այսօր աննախադեպ օր է։ Աննախադեպ ոչ թե տարբեր եվրոպական երկրների ղեկավարների, պետական քաղաքական գործիչների այս սավալով ներկայության, այլ աննախադեպ, որովհետև Երևանի կենտրոնում Ցեղասպանության հուշահամալիրից քիչ անց մարզամերգային համալիրում ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը։ Ելույթ ունեցավ հերթական անգամ մեղադրելով հայությանը, մեղադրելով արցախայությանը անջատողականության, սեպարատիզմի մեջ եւ արդարացնելու 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, արդարացնելու Հայաստանի արածքի օկուպացիան, արդարացնելու 23 թվականի սեպտեմբեր 19-20-ի Արցախի էթնիկ զտումը, Արցախի հայաթափումը եւ հետագա այն բոլոր հանցավոր գործունեությունը, որ հիմա ծավալվում է Արցախի տարածքում, հուշարձանների ավերումից մինչև վանդալիզմ։ Այսօր աննախադեպ օր էր, որովհետև Ադրբեջան այդ բոլոր մեղադրանքները հղելով հայ ժողովրդի արցախայության Հայաստանի Հանրապետության դեմ որևէ հակադարձման չարժանացավ ցավոք սրտի Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դեռ ավելին, Փաշինյանի շողոքորթանքը, թե առաջիկայում երազում է Բաքվում լինել, ուղղակի լուռ համաձայնություն էր Ալիևի հետ։ Այսօր Ալիևը իր գործողությունները փորձեց արդարացնել ՄԱԿ-ի 4 բանաձևերով, որը իրականում ձևախեղումն էր, բայց այստեղ էլ Փաշինյանը չէր կարող ոչինչ ասել, որովհետև ինքն էր, որ անցնող տարիներին Արցախի ուրացումը արդարացնելու համար պարբերաբար ազգային ժողովի ամբիոնից փորձել չկմեղանալ, թե ՄԱԿ-ի բանաձևերով էր Արցախը համարվել Ադրբեջանի մաս։ Այսօր Ալիևը հանդես եկավ եւս մեկ հայտարարությամբ, որն ուղղակի խարան է մեր երկրի ճակատին։ Այսօր Ադրբեջանի նախագահը Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրեց ռազմական հանցագործությունների մեջ եւ մազաչափ անգամ արձագանք չստացավ Հայաստանը ներկայացնող անձից։ Անձ, որը 18 թվականի սկսած պարբերաբար նույն Արցախի նախագահների հետ, նույն Արցախի պաշտոնյաների հետ պարբերաբար տրճիկ էր տալիս Շուշիում եւ Արցախի տարբեր հատվածներում։ Ծպտուն չհանեց անգամ այն բանի հարցով, որ իր իսկ միջնորդությամբ Հայաստանի նախագահի հրամանագրով մարդիկ ստացել են զինվորական կոչումներ, մարդիկ նշանակումներ են ստացել, հիմա ամեն ինչը ուրանում է։ Եվ իրականում եւս մեկ փաստ, որ Ալիևը պատահական չէր այդ մասին խոսում։ Այդ մասին խոսում էր եվրոպացի պաշտոնյաների ներկայությամբ, որ եթե Հայաստանը սրա հետ հաշտ է, դուք ինչ գործ ունեք տարբեր բանաձևերով, խոսում եք գերիների ազատ արձակման, արցախայության վերադարձի իրավունքի մասին, ուղղակի Նիկոլ Փաշինյանի լռությամբ լռեցնում էր նույն եվրոպացի պաշտոնյաները։ Իրոք այսօր աննախադեպ օր է, ուրացման, դավաճանության, ձեռքերը լվալու եւ այդ կեղծ խաղաղություն կոչվածի ամբողջությամբ դիմակազերծման։ Սա խաղաղություն չէր, որտեղ Ադրբեջանը շարունակում է սպառնալ, շարունակում է մեղադրել, իսկ սրանք լեզուներ ատամների ետևից անգամ չեն շարժում։ Լավ մնացեք, կհանդիպենք։